Վաղ ժամանակներում ապրում էր մի թագավոր։ Նա մի մեծ դժբախտություն ուներ, կորցրել էր բերանի համը։ Նա զզվանքով ետ էր հրում ոսկե սկուտերներով մատուցած բոլոր կերակուրները ու հրամայում պատժել խոհարարին։ Իսկ պատիժը շատ էր տաշան։ Գոնե ծեծեին, գլխատեին, բայց արի ուտել, նրան ստիպում էին ուտել իր իսկ եփած կերակուրները։ Խոհարարը ճարպակալում էր, թագավորը նիհարում։ Կա, չկա, սրանք իմ մահն են ուսում, դավում են գահին։ Ու մի օր էլ պալատական իմաստուններից մեկը խորհուրդ է տալիս, թագավորն ապրած կենա, չուտելով դու փորձան կբերես երկրիդ գլխին։ Լսիր նվաստիս խորհուրդը, կեր, քանի որ ախորժակն ու համը ատամի տակ են։ Անհամ մթերքներն ուղարկում են արքայական խոհանոց, համեղ պատավները իրենք են ուտում։ Դահիճ! Խնայիր, տեր արքա, խնայիր։ Խնայիր, ժամանակ տուր մի քիչ մտածենք, գուցե միջար գտնենք։ Լավ, մտածեք, 3 օր մտածեք։ Այս օրվանից ամեն մի համով բան առաջինը պետք է համտեսանի ողորմած արքան, բա որ բերածս թագավորին անհամ թվա, բան չկա, գլուխդ կթողցնեն, այսպես։ Եվ մարդիկ սկսեցին խորամանկել ու ստել, ձմեր ու քոչի, խոտ է, խոտ, թուշ, անհամ մեղը, թույն, մեղվի անարատ թույն ուզողը։ Կեր որդիս, անուշարա, շնորհակալ եմ հայրիկ, ես ինչ համով է, պանիրն էլ է լավը, բախացը, բաղնվեցիք, ասում եք համով է, հա, որ համով է, բան ինչ ասենք, պահնոտ, առաջ, դու էդ քանի գլխանի ես, որ համով պատաղները մենակ ես ուտում, հենց այն պատաղները, որ պիտի բուժեին ձեր արքայական քիմքը, գլխատել, թագավորն ապրած կենա, լսիր իմ խոսքը, ես կարող եմ բուժել քեզ։ Հրաշագործ տեղը, որ քեզ բուժելու է, պատրաստվելու է այս սորենից, բայց հունձն ու մնացած բոլոր աշխատանքները հիվանդը ինքը պիտի անի։
Համով է, շատ համով, բայց ես ինչ կախարդանք էր, կախարդանք չկա տեր արկա, մարդն իր կերածի համար քատինք պիտի թափի, որ բերանումը համը զգա։